Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Modus Event-ի հաղորդումն է։ Նշեմ, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Արա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Աթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Բաքուն պաշտոնապես դիմել է միջազգային հանրությանը, որպեսզի պատասխանատվության ենթարկեն Հայաստանին, որովհետև տվել է իբր կեղծ քարտեզներ, որը 25%-ով է համապատասխանում, եւ անդադար է վերջերս հայտարարություններ անում, որ պայմանագրի ստորագրման հնարավորություն կա եւ պետք է օգտվել այդ առիթից, եւ դրան հաջորդում է այս տեսակ հայտարարություններ, որ Մինսկի խումբը պիտի լուծարվի եւ այլն, այ հետաքրքիր է, արդյոք այդ սահմանը անցել է եւ Ադրբեջանի համար արդեն պայմանագրի ստորագրման համար ուշ է եւ դա է պատճառը, որ սկսել է այս տեսակ գործողություններ իրականացնել, ինչ եք կարծում։ Մենք արդեն տարիներ ի վեր անդրադարձել ենք այսպես կոչված խաղաղության պայմանագրին եւ կարող են մեր դիտողները եւ լսողները ստուգել, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ Ադրբեջանը այն չի ստորագրելու, որտեղ չկա քաղաքական կամք։ Եվ եթե անգամ ստորագրի, դեռևս ինչ է խաղաղության։ Չպետք է շփոթել փաստաթուղթը խաղաղության մասին եւ խաղաղություն, դրանք երկու տարբեր բաներ են։ Եվ ասել ենք, որ Ադրբեջանի նպատակը նաեւ այն է, որպիսի մեղքը, այսպես ասած, շարը գցի հայկական կողմի վրա, այսինքն չստացի, որ իր պատճառով է։ Դրա համար ինքը գնալով սկսելով 3, վերջում դառնալով 17 կետ պահանջներ ներկայացրեց։ Այն հուսով, որ հայկական կողմը ինչ որ կետերից մեկը չի ընդունի եւ դա հիմք կլինի։ Այն պահին, երբ որ հայկական կողմը ասաց, որ 17 կետերը համաձայնեցված են, այսինքն հայկական կողմը ընդունել է, որտեղ 17 կետերն Ադրբեջանն է ներկայացրել, բառացիորեն 2 օր հետո եւ Ալիևը հնչեցրեց Մինսկի խմբի հետ լուծարման խնդրի հարցը, սահմանադրական փոփոխությունների եւ նրա կողմից կառավարվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնք կառույցը հնչեցրեց 9 պահանջ։ Բնականաբար հնարավոր չէ դա առաջին հերթին իրականացնել։ Մյուսը, եթե մինչեւ իսկ այդ 17-ին էս 9-ն էլ գումարվի, սա էլ անի հայկական կողմը, վստահ եմ եւս 9 կամ 19 ավելանալու են եւ այլն։ Հետևաբար Ալիևը իր քաղաքականության մեջ է, ոչինչ չի փոխվել։ Դեռևս հայր Ալիևն էր ասում, որ Ղարաբաղի հարցը դա շատ լավ պատրվակ է մեզ համար, լուծելու հիմնական հարցը դա այն է Հայաստանի ոչնչացումը։ Իրենք երբևէ չեն թաքցրել, որ Արցախի հարցը իրենց համար երրորդական հարց է եղել, պատրվակի հարց է եղել, զուտ։ Այդ հայերի համար Արցախը պատմական ճշմարտություն, մեր իրավունքներ կարևոր է։ Դրա համար, երբ որ հայերը ազատագրեցին Արցախի տարածքը, իրանք առաջ շարժվեցին։ Կարող ենք, ես անձամբ խոսել եմ Նորատեր Գրիգորյանցին երկար ժամանակ, մանրամասն բացատրել է։ Այո, մենք թույլ ենք, մենք շատ բաների պակաս ունենք, բայց Ադրբեջան կողմը ընդհանրապես չկար։ Քուր Արաքսը ազատագրելը խնդիր չէր։ Դա չարեցին, որովհետև դե համարում ենք ճիշտ չի, մենք խաղաղասեր ենք, մենք ուզում ենք այն, ինչ որ մեզ է պատկանում եւ այլն։ Ադրբեջանը այդպես չի։ Ադրբեջանը հատկապես 2022 թվականի դեկտեմբերից, երբ որ այդ այսպես կոչված համայնքը ստեղծեց, ավելի պաշտոնական բնույթ տվեց, նրա միջոցով աշխատանքն է տանում, սա պիտի դիտարկել այս Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության հիմքում, ինքը ճիշտ է խոսում են անընդհատ Հայաստանի ոչնչացման մասին, տարբեր բան, հենց այդպես էլ ասում են։ Դեռևս 2004 թվականին ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ պաշտպանության խոսնակը կարծեմ Մելիք Վերազգանունը ասաց, երբ որ Աբիևն էր ասենքը կրկնեց, որ առաջիկա 25-30 տարվա մեջ հայկական պետություն չի լինի։ Մենք այն պիտի ոչնչացվենք։ 2004-ին, որ թվում էր, որ պարտված ջախջախված երկիրը անգամ 2010-ը չէր, որից հետո իրանք սկսեցին շատ զենք առնել։ Սա ի պատասխան նրանց, ովքեր ուզում են ցույց տալ, որ իբր թե Ադրբեջանը սկսել է այս քաղաքականությունը, որովհետև ինքը ուժեղացել է, մենք պարտվել ենք։ Ադրբեջանը հետևողական է եղել միշտ, ի տարբերություն հայերի, որ մի հատ պարտություն կրեցին, արդեն տևաթափ եղավ, ասում են ամեն ինչից հրաժարվենք։ Չէ, Ադրբեջանը չի հրաժարվել, չի էլ հրաժարվելու։ Հետևաբար ամփոփումը հետևյալն է.
այս տարածաշրջանում, որտեղ մենք նման հարևաններ ունենք, խաղաղության ապահովման միակ ձևը ռազմաքաղաքական հավասարակշռության հաստատումն է։ Քաղաքական դաշնակիցներ, նոր դաշնակիցներ ստեղծել, չգիտեմ, հայթայթել, համոզել, ռազմականն էլ ռազմական արդյունաբերություն եւ պաշտպանություն կազմակերպել։ Պարոն Պապյան, իսկ ինչու ըստ ձեզ կարևորագույն խաղացողներից ոչ ոքին հետաքրքիր չէ, թե ինչպես կկարգավորվի հայ-ադրբեջանական այս հակամարտությունը, ինչ եք կարծում։ Որովհետեւ քաղաքականությունը այդպես է, ոչ ոքի ընդհանրապես երբևէ չի հետաքրքրել, թե հակամարտությունները ինչպես կլուծվեն, դրանք արդար կլուծվեն, թե ոչ, որովհետեւ այլ կարևորը որ այն լուծվի։ Նայեք Թրամփի քաղաքականությունը Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի, եւ սա պատերազմը, լրջագույն պատերազմը։ Էլի, այսինքն Ղարաբաղյան հակամարտությունը այդ պատերազմի դեմ ճուտիկ է։ Այնտեղ օրական այնքան զոհեր են զոհվում, ինչքան ամիսների ընթացքում եւ տարիներին այս ռազմաճակատում չեն զոհվում։ Թրամփին եւ որևէ մեկի չի հետաքրքրում, թե այսինքն արդար կլինի, թե ոչ այդ լուծումը։ Կարևորը զինադադար ստորագրվի, կարևորը խաղաղությունն է։ Ես մի անգամ Մարեսկա կար, Մարեսկան Ամերիկայի ներկայացուցիչներ բանում երանախագահության մեջ են հարց տվեցի, հենց որ հայեր շատ են սիրում, չէ՞։ Ոնց է լուծվելու այս Ղարաբաղի հարցը, ոնց կլինի սրա վերջը։ Ասես ոնց կլինի։ Կկարողանաք պահել ցերը կլինի, չեք կարողանա պահել իրենցը կլինի։ Խնդիրը արդարության չէ, խնդիրը նա, խնդիրը լուծում ունենա։ Այսինքն իսկ լուծումը աշխարհն կլինի կայունություն, անգամ խաղաղություն էլ չէ, կայունություն լինի, չլինեն ինչ որ գաղթականական ալիքներ, վատ լուրեր հեռուստատեսությամբ չկան, ոնց որ ասած, այս մանր երկրները ոտնատակ չգնեն իրենց մանր հարցերով, որտեվ այսօր Եվրոպան, որը երբևէ հետ պատերազմյան ամբողջ շրջանում նման վտանգներ չէր ունեցել, ինքը լրջագույն առաջին անգամ վտանգի առջև է կանգնած։ Անկամ սառը պատերազմի տարիներին նրանք այդ վտանգը այդքան չէին զգում, քան այսօր Ռուսաստանից։ Դրա համար էլ իրանք, ասենք, Ուկրաինա օգտվում են։ Հետևաբար պիտի հաշվի առնել հետևյալը. ուզում ենք, որ որևէ մեկին հետաքրքրի, ուրեմն մենք այդ որևէ մեկին պիտի համոզենք իրենց շահը ինչումն է, օրինակի համար, որ իրենք, չգիտեմ, օրինակ, որ պետությանն է պետ, որ Հայաստանը լինի մեծ ուժեղ։ Ուրեմն այդ դի խոսակ։ Եթե Հայաստանը օրինակի համար ասենք ռուսական շահերի սպասարկողն է, ինչպես եղել է միշտ, բնականաբար որևէ արևմտյան երկիր չուզենալու որ Հայաստանը լինի մեծ ուժեղ, որտեղ դա նշանակում է Ռուսաստանը ազդեցության ուժեղացում եւ մեծացում։ Հետևաբար, երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի ինքնիշխան, այդ ինքնիշխանությունը խարսխված է արևմուտքի հետ հարաբերություն, նրա համար է, որ մենք Ռուսաստանի թշնամիները մեզ թշնամի չսարքենք։ Իսկ մենք դա սարքում ենք, հետո զարմանում ենք, ասում ենք, բա իրանք մեզ ինչի չեն օգնում, չէ՞ որտեղ մենք իրաց թշնամին ենք։ Նայո։ Պարոն Պապյան, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Աբխազիային եւ Հարավային Օսեթիային միանալը հնարավոր է, իրական է, եւ դրա հետ զուգահեռ մենք տեսնում ենք, որ Երակոմ համագործակցությունը պայմանագիր է ստորագրվում համագործակցության Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ։ Սա ինչ որ կապ կարող է ունենալ մեկը մյուսի հետ եւ ընդհանրապես ինչ է նշանակում։ Այն որ Վրաստանը վաղուց ի վեր թուրք-ադրբեջանական ազդեցության տակ է, ես կասեի անգամ Վորոգայթի մեջ է, դա ակնհայտ է։ Լինի տնտեսական առումով, լինի, ասենք, այդ գազանավթային մատակարարումները, ամբողջը կամ Ադրբեջանն է, տնտեսության ներդրումները Թուրքիան է եւ այլն, եւ լծակներ ունի, պիտի հասկանալ, որ Վրաստանի համար Թուրքիան Ռուսաստանն է։ Այսինքն իրենց թուրքը ռուսն է, իրենք ռուսից են տուժել ավելի շատ, քան թուրքից, որովհետև Ռուսաստանը խոստացել է, որ այ դուք մտնում եք իմ հովանու տակ, ես պահում եմ վրացական պետությունը, մտել են ինքը ոչ թե պահել է վրացական այդ Գեորգիևսկի տրակտատը, այլ լուծարել է վրացական պետությունը եւ կցել է Իրան։ Հիմա որ ռուսներն ասում են մենք փրկեցինք Վրաստանը, կներեք, դուք կործանեցիք ռուսական պետությունը, դուք ուրիշ բան եք խոստանում վրա, ինչպես հայերին ուրիշ բան են խոստանում։ Հայերին խոստանում են հայոց պետականության վերականգնումը, դրա համար էին հայերը պրոռուսական։ Հիմա այդ վրացները բնական է, սպառնալիք տենում են Ռուսաստանում, ում միջոցով գործնականորեն ով կարող է թիկունք լինի այդ հակառուսական պայքարում, դա Թուրքիան ու Ադրբեջանը։ Այս թող Ռուսաստանը հասկանա, որ իր հիմնական թշնամին անգամ Վրաստանը չի տվյալ դեպքում, այլ Թուրքիան ու Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է Օսեթիա, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիային,
Պիտի ասել, որ Աբխազիայի պարագայում Թուրքիան ունի լծակներ, որովհետև շատ ավելի աբխազ ապրում է Թուրքիայի տարածքում, քան Աբխազիայում։ Ուրիշ հարց կա այստեղ։ Ռուսաստանը, որի հովանու ներքո գտնվում են եւ ըստ էության ոչ պաշտոնապես միացած են, այլևս այն գրավչությունը չունի, ինչ հետսովետական առաջի տասնամյակում էր կամ եւ այլն։ Այսօր որ իրենք էլ տեսնում են, եթե Ռուսաստանի շրջանները մի բան չեն կենսապահովման առումով, ինչ տիրություն տանի։ Առավել եւս իրենք համոզվեցին, որ եթե Ռուսաստանը չի կարող Ռուսաստանի Դաշնության տարածքը պաշտպանել, մասնավորապես Կուրսկի մարզում ոնց կարող է իրանց պաշտպանել։ Այս ամբողջը կա։ Հիմա ինչպես է այդ միացումը պատկերացնում։ Միակ միացումը կարա լինի հետեւյալը, այսինքն, եթե Վրաստանը իսկապես, այնալ չգիտեմ, աբխազներն ոսերը կգնան այս հարցին եւ արդյոք ռուսները թույլ կտան, բայց իսկապես եվրոպական որակի ինքնավարություն, այսինքն ապահովես կն ձևականորեն Վրաստանի կազմում, բայց դե ֆակտո անկախ միավորներ, իրենց չգիտեմ, խորհրդարաններով, իրենց բյուջեով, ինչպես օրինակ ամերիկյան նահանգներն են կամ կանադական նահանգներն են, այնտեղ իրենց խորհրդարաններն ունեն, իրենց բյուջեներն ունեն, իրենք ամեն մեկ անկախ պետություն է, եւ կա ֆեդերալ դաշնակցային պարտավորություններ, այդ եւ դա երկրի պաշտպանությունը եւ ընդհանուր արտաքին քաղաքականությունը։ Այդ դեպքում հնարավոր է։ Մյուս դեպքում պետք է լինի ռազմական լուծումը, որը Վրաստանը միայնակ չի կարող լուծել։ Այստեղ հարցը այն է, արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան կուզենան եւ կկարողանան այդ ռազմական կարողությունները դնել եւ ուղակի արճակատման գնալ Ռուսաստանի հետ։ Դա շատ կարեւոր է, եթե Արցախի թիկունքում Հայաստանն էր եւ որևէ մեկը խնդիր չուներ Հայաստանի հետ հարաբերություններ փչացնելու, կարելի է փչացնել դեռ մի բան էլ հարձակվել, ինչպես առաջի հարցում ենք խոսում։ Այստեղ նրանց թիկունքում Ռուսաստանն է եւ նույն Թուրքիան ու Ադրբեջանը հաշվարկում են, անգամ եթե իրանք ի վիճակի են ռազմականապես այդ տարածքները, չգիտեմ, ազատագրելու կամ օկուպացնելով ոնց կուզի, դրա հետևանքները շուկայի հարցա, մեծ շուկայի հարցա, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման հարցա եւ այլն։ Դրա համար ես կարծում եմ ընդհանուր խոսակցությունն է, դեռևս գործնական որևէ բան չի լինի։ Անդրադառնանք Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, Մասուդ Փեզեշքյանը հայտարարեց, որ պատրաստ է բանակցել, բայց եթե հավասարը հավասարի հետ կբանակցեն եւ ոչ թե Թրամփը կխոսի սպառնալիքների լեզվով։ Եկեք հասկանանք, մոտ է արդյոք այս հարցի հանգուցալուծումը եւ ընդհանրապես ինչով է պայմանավորված այս Թրամփի պարտադրողական սպառնալիքների լեզվով տարվող քաղաքականությունը։ Իր ոչ քաղաքական գործիչ լինելով։ Հասկանում եք, այստեղ շատ կարևոր է, մենք անտեսում ենք անհատի դերը պատմության մեջ, բայց անհատը լուրջ դերակատարություն ունի։ Չեմ ասում այսպես ասած մեծ մայրուղային իրադարձությունները փոխելու, օրինակի համար ընդհանրենք կայսրությունը կործանվի թե չէ։ Այդտեղ անհատ եթե կործանվող կայսրությունը չես կարող փրկել, օրինակ սովետական միությունները, տնտեսապես ռազմական հետա մնացել, բայց ասենք միջպետական հարաբերությունների առումով, որտեղ անհատը դեր ունի եւ անհատի ոճը դեր ունի։ Հիմա նույն բանը կարելի է անել առանց այս հոխորտալի ձևական։ Ես ձեզ ասեմ, եւ ավելի շատ պարսիկներին, իրանցիներին դա է հուզում։ Նրանք ես փորձել եմ ամերիկացի երկար ժամանակ խոսել եմ, բացատրել եմ անընդհատ, ասում եմ դուք ամերիկացիները սիրում են ուղիղ խոսացող, էլ իրենց համար այդ ձև ասենք սովորական է ինքը, ասենք բան, այլ պիտի հասկանաք արևելք է։ Այսինքն ասում we are overloaded with history, մենք պատմությամբ գերծանրաբեռնված ենք։ Այստեղ ազգերը իրենց անցյալի փառքը հաճախ ավելի կարևոր են գնահատում, քան ներկան եւ ապական։ Իրանը հզորագույն երկիր է եղել։ Աքեմենյանների շրջանում Կյուրոս է եղել մարդու իրավունքների առաջ, այսպես ասած, հռչակագրի եղել։ Եվ ինչ որ մի նորելուկ, մի 200-300 տարվա ինչ որ խոպանչիների երկիր Ամերիկայում, որ փախել էին բրիտանացիները խոպան էին գնել, հիմա եկել են իրանց հետ այդ տոնով խոսում են։ Իրանց պետք է ինչ որ ամերիկացիમાં face saving։ Ես ասել եմ, Իրանը վերջի պահին համաձայնելու է։ Իրանը լավ է հասկանում, ցանկացած բախում Ամերիկայի հետ, դա վերջնականապես կործանում է, եթե ոչ ամբողջ երկրի, գոնե ռեժիմի։ Այսինքն բանը։ Հիմա
երկու տարբերակ կա գնալ բախման այդ տեսակետն էլ կա իդեպ իրանցների մեջ քննարկվում է գնալ բախման ի վերջո այո կռմբակոծեն ինչ որ բաներ կոչնչացնեն բայց դե ցամաքային հարցակում չի լինելու եւ մենք հետո էլի կվերականգնենք բայց դե հարցը առաջանում նախ այդ ինչ զոհերի եւ այդ վերականգնելը շատ բան է մեզ համար դա ձեռնատու չի որովհետեւ մենք ոչ միայն հայտնվում ենք Ադրբեջանի սպառնալիքների տակ, որովհետև այս խառնաշփոթը կփորձի օգտագործել։ Ոչ միայն հայտնվում ենք գաղթականների մեծ, ինչ ասեմ, Հայաստան գալու հավանականությամբ, այլ նաև շատ ավելի կարևոր բաներ կա այստեղ, օրինակ այդ նույն պատկերացրեք մեր սահմանի երկայնքով մի քանի Չեռնոբիլ։ Ի վերջո այդ լաբորատորիաները արտահոսք են ունենալու, չէ՞։ Եվ այլն եւ ամերիկացիք սա լավ են հասկանում ես էլի տարիներ առաջ հետները խոսեմ նաեւ երկրաշարժների բան հզոր այսինքն ոչ թե արհեստական երկրաշարժ մարդիկ ասում սխալ են հասկանում արհեստականորեն հրահրված երկրաշարժ ինքը երկրաշարժը բնական է որոշակի լարվածություն կա էլի երկրակեղևում բայց նման խորքային հարվածները մի քանի տոննայոց հատուկ որոնք 60-70 մետր մտնում են բետոնի մեջ եւ այսինքն սա կարող է այս մեր տարածաշրջանում հատկապես վերջի շրջանում նկատել եք որ սեյսմիկ ակտիվությունը շատացել է Հայաստանում այս վերջերս էլ հենց նույն Հայաստանի Քելբաջար շրջանում կամ Խարավաճար շրջանում է եղավ դրա համար շատ հետաքրքիր է ուրեմն կրոնական թևը նախորդ նամազ ջումեն Խամենեին էր անում որը հազվադեպ անում այդ նամազ ջումեն այդ իրանց հիմնական ռոպագանդիստական օրհնացը մեծ աղոթքն է որտեղ բանը այնտեղ դե հոխոր տալից խոսացին բան արեցին բայց ասենք Փեզեշկյանը եւ մյուսները մի քիչ ավելի մեղմ են Հիմա նորից արևմտյան թևը, որը խեղճացած է, Իրանում մեջտեղ են բերում Զարիֆի գլխավորությամբ։ Զարիֆը նախկին արտգործնախը միշտ կողմն է եղել, եկեք լեզու գտնենք։ Հարցը հետևյալ է. ներքին սպառման համար հոխորտալից բան սենց էլ էս յանկիներ, մանկիներին խեղտենք, հոշոտենք, ոչնչացնենք, ծովը թափենք, բան, իսկ այնտեղ բանակցելու են որ ինչ ուղակի այսպես են Թրամփն էլ չի որոշակի մաքսիմալիզմից հետ կանգնի եւ ամենակարևորը ասում եմ ոչի հարցը գիտեք հին հենց արևելյան մի պատմություն կա ասում արևն ու քամին վիճեցին թե ոնց անեն որ այն քայլող անցորդը իր վերարկուն հանի քամին սկսեց փչել այսինքն պարտադրել եւ մարդը մրսեց ավելի վերարկուն գրկեց եւ վրանք քաշեց արևը եկավ սկսեց ճառագայթնելով շոկը եւ մարդը իր կամքով հանեց վերարկուն հիմա էսա դու պիտի հենց դիվանագիտությունը դա է դու պիտի այնպես իրավիճակ ստեղծես որ քո թշնամին անի քո ուզածը բայց ինքը մտածի որ ինքը իր ուզածն է անում այդտեղ որը պարտադրանք չկա ես ով ինձ կարար ստիպի ես հզոր երկիր եմ եւ այլ սա է դիվանագիտություն որը հնարավոր է Իրանի հետ բան այդ աշխատանքը տանել եւ իրականացնել պարզապես Թրամփը այդ առումով շատ նման է Նիկոլին որ ինքը իրան թվում է որ ինքը ամեն ինչ գիտի Եվ Նիկոլը վտանգավոր է մեզ համար, որտեղ իր բոլոր չիմանալը Հայաստանն է կործանում։ Թրամփի է շատ հարցեր չիմանալը համաշխարհային ազդեցություն ունենում եւ շատերի նա տանում կործանման դուռը։ Ինչպես նաեւ հենց իր երկրում, չէ, ցույցեր են իր Իլոն Մասկի իր դեմ բնականաբար, որովհետև նախ ամերիկյան հասարակության մեջ գրեթե միշտ, ասենք այդ ընտրությունները մի քանի տոկոսի տարբերությամբ ա լինում։ Չկա էլի, այսինքն դա 90%-անոց Ադրբեջանը չի կամ անգամ 70%-անոց են առաջին ընտրությունների ժամանակ 70 ինչքան Նիկոլը եւ այլն էլի բանը։ Քաղաքակիրթ հասարակություններում նման թվեր չեն լինում։ Այսինքն 50 քանից 40 քանի այդպես են, որ հասարակությունում մի տեխնացու 70 եւ ավել տոկոսանից, ուրեմն հասարակությունը հիվանդ է, ինչ որ խնդիր ունի։ Այն որ ասում են միասնությունն այդ, միասնություն չպետք է լինի քաղաքական հասարակական կյանքում, պետք է այդ մտքերը բախվեն բան, հենց որը հիմք ալնելու հասարակության համերաշխության, եթե դու հնարավորություն չես տալիս այդ քաղաքական մակարդակով մտքերի բախումի, քաղաքական արենտրանքների, դու դա հանում ես փողոց, դու դա հանում ես բախումների։ Հիմա ինչի ամերիկացի օրդը փողոց դուրս եկավ, վաղուց դուրս չէր գալիս։ Այս ծավալների Վիետնամի պատերազմից հետո դուրս չէ։ Ինչու՞։ Որովհետև
Թրամփը վերահսկում է կոնգրեսը երկու պալատն էլ ներկայացուցիչների եւ սենատը վերահսկում է եւ այնտեղ որևէ բան անցկացնել չի լինի։ Թրամփը ինչ ասում է, քվեարկում են անցնում է, իր մարդիկ են։ Մինչև միջանկյալ ընտրությունը, որը մի տարի-տարուկես հետո պիտի լինի։ Դրա համար միակ գործիքը այսօր հասարակության մնում է հասարակական ճնշումը, որը ամենաակնառու, ասենք, դրսևորումը դրա այդ մեծ հանրահավաքներն են, մեծ ցույցերն են, որոնք անում են։ Վաղը եթե Թրամփը սկսի պարտվել, ասենք, միջանկյալ ընտրություններում, ասենք, սենատում ինքը կորցնի, այնտեղ հավասար է, էլի, այնտեղ իր առավելությունը մի ձայն է, որովհետև փող վայս պրեզիդենտը, փոխնախագահը, Վենսը ոնց որ իր տղեն է, իսկ հավասար քվեների դեպքում նրա քվեն վճռորոշ է։ Հա, երբ որ այդ ամբողջը խախտվի, հասարակության այդ պայքարը կտեղափոխվի նորից խորհրդարան։ Թրամփի քաղաքականության այսպես թիրախում հայտնվեցին նաև հայ արտահանողները, որոնց ապրանքների վրա սահմանվեց 10% մաքսատուրք եւ ոչ միայն մի քանի տասնյակ երկրների վրա սահմանվեց, բացառությամբ Ռուսաստանի։ Ամենահետաքրքիրը դա էր։ Ինչու, պարոն Պապյան, չեք կարծում։ Ну, Թրամփի բացատրությունը անհեթեթ է, ասում է, որ ես չեմ ուզում այս ոնց ասած պատժամիջոց կիրառելով ավիրեմ այն հիմքը, որի վրա բանակցություններն ա գնում։ Եթե ինքը նույն Ուկրաինայի վրա չաներ, կարելի էր համարել, բայց Ուկրաինայի վրա այդ բաները կա, մաքսատուրքերը կա։ Ես չգիտեմ, ստեղ արդեն մի քիչ անհասկանալի բաներ կա, սկսած գիտեք, տեսությունից, որ ինքը հավաքագրված է դեռևս KGB-ի կողմից, վերջ ասած 1000 մի բաներ, որ փող ստանում, այս մոռանանք, ընդունենք, այս մարդը սա է։ Այսինքն որտեվ կանցնի ժամանակ կբացահայտվի բուն պատճառները, բանա, բայց ես նորից եմ կրկնում, ինչ նախորդ անգամ եմ ասել, Թրամփը ինքը դառնալու է Ռուսաստանի թիվ 1 թշնամին, որովհետև Թրամփը Ռուսաստանի հարցում անգամ նման զիջումներով չի ստանալու այն ինչ որ ուզում է ստանալ։ Մենք տեսնում ենք, արդեն պաշտոնապես Ռուսաստանն ասել է, որ ես չեմ ընդունում քո այդ պայմանները, եւ ինքը պիտի հիմա 100 օրը մայիսին լրանա, մայիսի 10-ին ինչա impeachment-ի գործընթացը սկսելու Թրամփի դեմ եւ ահագին դեմ ալնելու, հետեւաբար ինքը պիտի արդյունք ցույց տա, այլևս ինքը չի կարող ժողովրդին այսպես խոստումներ տալով եւ խափելով առաջ տան։ Ինձ վերաբերում է 10%-ին, նայեք, խնդիրը հետեւյալն է, իսկ ինչ անում Հայաստանի իշխանությունը սրա դեմ։ Թող նայեք, սա ընդհանուր այդ սկզբունքն է, բայց դու միշտ կարող ես ամերիկացիների հետ բանակցել եւ ստանալ բացառություններ։ Նայեք, Իրան-ամերիկյան հարաբերությունները միշտ լարված են եղել շատ։ Ես ժամանակին արտգործնախ եկալ եմ եւ Իրանի բաժինը եւ նաեւ սկսել եմ Ամերիկայի, Կանադայից Իրանի։ Երբ որ նույն ամերիկանից խոսել ենք այդ բաները, հայ-իրանական, դեռ էլ միշտ պատժամիջոցներ ա եղել Իրանի նկատմամբ, էլի, էլ դեռ Ռուսաստանը չկա։ Իրանց հետ խոսել ենք եւ համաձայնեցել ենք եւ իրանք ասում մենք խնդիր չենք տեսնում։ Դու պիտի տրամաբանորեն բացատրես, որ իրանք երբևէ, տեսեք, այսքան ժամանակ որևէ արգելք, որևէ պատժամիջոց կիրառել են Հայաստանի դեմ Իրանի հետ այդ հարաբերություններն ունենալու համար, ոչ, որտեղ մեզ հաջողվեց իրենց բացատրել, որ եթե դուք այդ պատժամիջոցները կիրառեք, ապա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի ուժեղանալու է։ Իսկ դուք ուզում եք որ Ռուսաստանը շարունակի ուժեղ մնա, թե այլերեն տանք։ Դուք կարող եք ստեղծել այլերեն տրանք ռուսական ապրանքներին, չեք կարող հիմա։ 90-ականների մասը ասում են ժամանակ։ Միակը դե Իրանն է։ Իրենք այսինքն պետք է խոսալ եւ բացատրել։ Այսինքն որն է Իրան շահը։ Տվյալ դեպքում իրեն շահը, որը ռուսական ազդեցություն թուլանա։ Իրենք համաձայն։ Հիմա նույն հարցը, երբ որ դուք դնում եք այս 10%-ը, այդ 10%-ը, որը սպառումը կրճատելու է, էլի, իր բանում, դա գները թանգանում են, սպառումը կրճատվելու արտահանումը։ Արդյոք ինչ ալենտանք է։ Հիմա տեսեք, հիմա հայ համայնքը հարց է բարձրացնում, $250 միլիոն հումանիտար Ամերիկայից օգնություն Հայաստանին եւ $50 միլիոն ռազմական օգնություն տրամադրելու համար։ Գուցե այդ ճանապարհով լուծումը կլինի, այսինքն այդ կորուստը 250 միլիոնա տա եւ այլն, բայց կարծում եմ այդ 10% հանգիստ կարա բանակցի։ Ինչա 10%։ Դա WTO, World Trade Organization-ը, առևտրի համաշխարհային կազմակերպության դրույթներն են։ Մենք ախր որ անդամակցել ենք, մեր խելոքները բացառություն չեն արել։ Օրինակ թուրքերը բացառություններ արել են որոշ ապրանքների, որ 0 պիտի լինի։ 0 պիտի լինի բանը։ Եվ ընդհանրապես ես կառաջարկեի նույն, հետո ցեքստեղ ուրիշ խնդիր կա ախր, Օրինակ Իսրայելը,
երբ որ մցրեց այդ մաքսատուրքերը, Իսրայելը ասեց, ես հանում եմ ամերիկյան ապրանքների վրայից որևէ մաքսատուրք չկա։ Հակառակ քայլն արեց, քանի որ բանն ասում է, ամերիկան ասում է, որ սա փոխադարձության սկզբունքի վրա է, հիմա ամերիկան հայտնվել է ծանր վիճակում, դե լավ փոխադարձություն է, դեռ 0-ս էլ 0 պիտի անեմ։ Հիմա Հայաստանը կարող է այդ քայլը անել, իհարկե չի կարող։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, որի մաքսատուրքերը Հայաստանը չի որոշում, այլ Ռուսաստանն է որոշում։ Ավելին ասեմ ձեզ, որի մաքսատուրքերի գումարը Հայաստանի բյուջեն չի մտնում, այլ գնում է Մոսկվա, այ երբ որ դուք ապրանք եք բերում եւ մաքսատուրք եք մուծում, դա Հայաստանի բյուջեն չի գնում, դա գնում է Ռուսաստան։ Հետո այդ ամբողջ ԵԱՏՄ ընդհանուր այդ գանձանակից որ կեփան ալնում, կարծեմ 1.17% վերադարձնում են Հայաստանին։ Հետևաբար ինչ գումար ուզում է երկու անգամ էլ շատ լինեն մուծումները եւ այլն, դա Հայաստանի բյուջեի մեջ չի փոխել, որովհետեւ ընդհանուրի 1.17%-ն, այսինքն այդ ընդհանուրը այստեղ բյուջետային մուտքերը եթե կրկնապատկվում են, չի նշանակում ընդհանուր գումարը, չէ՞ կրկնապատկվում, որովհետեւ շատ փոքր մասը։ Եվ Հայաստանը տարեկան ԵԱՏՄ անդամության պատճառով 168-172 միլիոն դոլար փող է կորցնում մաքսատուրքերից։ Այսինքն որ դուք բերում եք սիրելի բիզնեսմեններ, բիզնեսումաններ, մուծվում եք ճկրտալով այդ փողերը, դուք Ռուսաստանի համար եք մուծում, դուք Հայաստան։ Այն որ Նիկոլն ասում է, որ հարկատուն, ինչա հարկատուն խոսում, մաքսատուրք չի խոսում, այլ որ հարկը գնում է ուղակի բյուջե։ Բայց ինչի՞ չի ասում, որ շատ մաքսեր վճարողը հերոս է։ Մենակ շատ հարկ է, որտեվ լավ է, շատ մաքսեր վճարողը հերոս չի, Ռուսաստանն հարստացնում։ Իդեպ Թրամփի ամբողջ խնդիրներն է, Թրամփն ուզում է մաքսատուրքերն ավելացնի, հարկերը իջացնի։ Եվ այդ ծևով սիրաշայի բան, բայց այդտեղ հակառակն է տեղի ունենում, որովհետև ի վերջո այդ մաքսատուրքերը հանգեցնում են ապրանքի ինքնարժեքի թանկացման եւ անգամ հարկերը իջեցնելու պարագային արտադրողը տեղում շահում է, բայց սպառողը չի շահում։ Իսկ արտադրողները միշտ ավելի քիչ են, քան սպառողները, հետեւաբար, այսպես են, քաղաքական պայքարի տեսակետից դա սխալ է։ Իդեպ ասեմ, որ գիտեք 1929 թվականի աշտունը, երբ որ սկսեց այդ մեծ ճգնաժամը, որ ահավոր բան էր Ամերիկայի համար, դա հետևանք էր 20-ականներից սկսած Ուիլսոնի ժամանակվանից, հետո Հարդինգներ, Կուլիջներ եւ այլն մաքսատուրքերի բարձացման։ Իրենք դա պարզ մտածողություն է, որ դու եթե մաքսը բարձրացնես դրսից քիչ ապրանք գա, իմ արտադրողի ապրանքը շատ կառեն, բայց դրսից միայն պատրաստի ապրանք չի գալի, դրսից գալիս է հումք, ամենակարևորը, որը քո արտադրողը արդեն թանկ է առնում եւ առանց դրա հնարավոր չի։ Կարճ ասած իշխանությունը ունի հնարավորություն եւ մեր ազդեցությունը անհամեմատանորեն շատ է Վաշինգտոնի վրա, որտեղ չկա աշխարհում մի երկիր, ինչ ասում Նիկոլը, 28746 կիլոմետր 2 միլիոն բնակչությամբ նման ազդեցությամբ, մի թաղամաս բնակչությամբ, մի ինչ ասեմ, մի մարզի տարածքով, որ նման ազդեցություն ունենա Վաշինգտոնում։ Ասեք, անընդհատ հարցեր է քննարկվում, սենատում է քննարկվում, կոնգրեսում է քննարկվում, հետեւաբար այսպես մենք անհամեմատանորեն մեստեղ ունենք 50-60 միլիոնանց երկրներ այդ ազդեցություն չունեն։ Թողը թեման բարձրացնեն։ Ես հիմա օրինակի համար պիտի իշխանությունից հայտարարություն լսեի եւ ես էլ շատ հետաքրքիր իշխանության խոսնակները երբևէ որևէ հարցից ես որ խոսնակ եմ, մենք ամեն 5 շաբթի օրը ես կանգնում եմ ոնց որ դուք եք ինձ հարցեր տալիս, ես երբեք չեմ պայմանավորվել, նույն ձևի լրագրողներ չէին պայմանավորվել, ամեն շաբաթ բրիֆինգ էինք անում եւ իրենք հարց էին տալի։ Եվ ես առաջին մինչեւ բրիֆինգ հայտարարության հետեւյալ ես դելնեի ասեի, որ մեր իշխանությունները, մեր նախարարությունը, բանակցությունները եղել է սա 10% եւ այլն, մենք բանակցություններ ենք վարում, չգիտեմ, պատվիրակություն է գնացել, դեսպանն է, եւ ունենք հնարավորություն կամ մոտ ենք բան, որ այդ լուծումը գտնենք։ Բա պիտի իմանանք ինչ անում։ Բա իրաց փող ենք տալիս, աշխատավարձ են ստանում ինչի համար։ Այսինքն ոչ բան արելա Թրամփը, դուք էլ լուծում տվեք։
Թե չէ մնացած, այսինքն առանց խնդիրներ որ լինի, այդ դեպքում իշխանության իմաստը որն, այսինքն մենք բոլորս հարկեր ենք մուծում եւ ինչ որ մարդիկ կան, որոնց վարձել ենք, որոնք մեր վարձու աշխատողն են, ինչի համար, որ իրենք պարբերաբար լուծեն խնդիրները։ Իրենք չեն կարողանում լուծել երկրի անվտանգության հարցը, հիմա էլ նաեւ երկրի տնտեսության հարցը չեն կարող լուծել, գնալով վատանում։ Այդ դե լուծել չեն կարողանում, 100 անգամ ասել ենք, չեն կարողանում, հենց գնացեք թող գան այն մարդիկ, ովքեր կարող են։ Շնորհակալություն պարոն Պապյան, հետաքրքիր զրույց վերլուծության համար, իսկ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։